Ողջույն բոլորին, սիրելի հետևորդներ, այսօր էլի քանի դեռ եղանակը անձրև չի սկսվել, այգում գործ ենք սկսում, աշխատանքային օրը գործից հետո դուրս ենք եկել, օրը համարյա թե ավարտվում է, էլի այսպես ասած, ու այս ճանապարհը, որը որ եկա, սա չի եղել, սա մեր տան հետևն է, որը ինչպես շատ գյուղի տներ, նույնն էլ մերը, եղել է հողի մեջ ու մի քանի օր առաջ բերել ենք, տեխնիկա ենք բերել այդ տան քամակը, տան հետևը մաքրել հողից, որ խոնավություն չքաշի, մեր աշխատանքը ջուրն էր ընկնում։ Իսկ հիմա այս տարածքն արդեն ամբողջը տեսքից ընկել է ճիշտն ասած, այգին, այնպես չի մի տենց սիրուն էր, բայց դե ընդհանուր պատկերացրեք ինչ աշխատանքներ ա կատարվել ու մեր այգին դարձել է երկու մասանի, ներքևը մնացել է ներքև, վերևն էլ ավելի է բարձրացել։ Տեսեք, այն էլ է մեր այգին, այս իմ կանգնած տեղն էլ է մեր այգին, որ բոլորը մի նույն հարթության վրա լիներ, դե իհարկե շատ լավ կլիներ, բայց դե ինչ արած։ Ու չգիտենք թե որտեղից սկսենք, որն անենք, որը թողենք, եւ վարելու է, եւ ցանելու է, եւ մշակելու է, եւ այգու ցանկապատնա ամրացնելու, պնդացնելու, փակելու, մի խոսքով լիքը գործ ունենք։ Դե ինչ, մենք սկսենք մեր այսօրվա աշխատանքը, չգիտեմ էլ ինչեր ենք անելու, բայց էտա ինչ անենք ձեր հետ միասին։ Գնացինք։ Այս քարաստեղի ես վարեմ։ Դեպի ստեղան վեր գտա։ Հա։ Վարիլով հողաղա կսրբելով քնում ես։ Սա էլի։ Հա, տես այդ ամեն մի թիզը դետեղ դվերը ման դեղ արդեն պրծրանը։ Հա դե։ Պարզա, բայց դե սա գործ չի։ Մի գործ չի։ Հոլ ատերան տես կյալ մի հետղոլ նարա, եսա պետի բրծեմ։ Եղանակն էլ գնալով ցրտմա, թաթուլին էլ ինչքան ուզում ասես, եթե մտքին տրել է, հետի անել, ճիշտ ավեր չմկյալ դիմ ասացին, որովհետև հնարավոր չի ուղակի, ձերքով մի տրակտորի գործ անես, տե բացառվում է, ես գնամ իմ կուճուր այգին, սիրելի հետևորդներ, հենց հանածս կանաչիները ջրելու է, որովհետև ինչքան էլ անձրև է գալիս, միևնույն է իրանց հերվից նայում ես ու տենում ես, որ չոր են, պիտի անընդհատ չփչփալով ջրենք, որ շուտ ծլեն, շուտ դուրս գան։ Ու հիմա, քանի որ այս տակի մասում դեռ տեղ կա, տեսեք, մի հատ մեծ լայն տեղել կա, բերեմ այստեղ արագ վարեմ, էլ հիմա չեմ ջրում, որովհետև այստեղ էլ պիտի բան ցանեմ։ Մի հատ արագ ցանեմ, միտեղից նորից տախտակից երկաթից ճարեմ, բիրեմ, մի լաքել այստեղ սարքեմ, մի սերմել հողի տակ գցեմ ու այդպես մի տոկոսը համարենք աշխատած։ Գնացինք է։ Ստեղել, որ մի այսքան լինի, արդեն այս մի կողմը կհամարենք ավարտած, նրան հավասար, շատ պինդ ու շատ ալոտ տեղը, այս ոնց վարվի, ոնց ցանվի, թեք տեղը էլի վարվում է, բայց այս ուղիղ տեղերը համ ցեխա, համ խոտը շատ է, մարդ մեջ կկոտորալը մինչև հողասարքում։ Ոյ, բես, կոտրմա, հաճակեց էլի, բայց կոթը, սզծնեմ թաթուլին գտամ իրա ձեռին կոտրի վր ասեմ, կոտրեցիր բեիս կոթ։ Իսկ ես կանաչինին արդեն վարելուց հետո ձեռնոց կդնեմ ու սիրուն կջոկեմ, կառանձնացնեմ, որ վարածի հաջորդ օրը հողի երեսը չընկնի, լկստված բաներ են, հողի զավակնին են, էլի, վրաս հենց կպնում են մի սահատ,
Այսքան տեղն են զորով վարեցինք։ Ամբն էլ գորմա։ Դե արի ու գործարա։ Գնամ մի ձեռնոց հագնեմ։ Բերեմ ես ամեն դեպքում վարել եմ։ Վռասցան եմ ու նոր եթե եղանակը թողի կանցնենք հաջորդ գործին։ Ես ստեղ թողեմ դեռ կօգտագործեմ։ Գնացինք։ Որ մի պիտանի բաներ լելեսկան դուշ չեր գելու այսքան շուտ։ Սիրելի հետևորդներ, կողմնորոշվեցի վերջապես ինչ եմ ցանելու։ Գազար։ Ու քանի որ գազարը սիրում ա որ իր տեղը լինի փափուկ, ի տարբերություն կանաչիների։ Դե քանի որ գազարը աճում ա դեպի հողին տակը, ճիշտ ա։ Իսկ այս բոլոկը բանը այնքան որ արմատը կպած լինի։ Շատ տեսած կլինեք կամ եթե չգիտեք ասեմ, բոլոկները այնքան որ արմատը կպած լինի, գլուխը հողի երեսին էլ ա մեծանում։ Բայց գազարը հողի երեսին չի կարա մեծանա, հողը պիտի շատ լավ փափուկ ու պարարտ լինի, որ ինչքան ուզի մեծանա դեպի հողի տակ գնա։ Դրա համար բացի այն, որ վարեցի ու այս մոլախոտերը ալենին ճոկեցի, նաև սրան մենք ասում ենք թոխա, ուրիշ տեղեր, ուրիշ անվանումներ ունի, բայց սրանով անպայման մի հատ էլ այսպես մի լավ փխրեցնում ենք, որ իսկապես գազարը լավ մեծ բերք տա։ Իսկ ես քան ճոկել եմ հլամտիկ հողի տակին, այս ինչեր ա դուսկելի հողի տակից, սվայ սրանը մը կտրի։ Այմ հում աճան արդեն նեղանում, որ մի շաբաթ էլ եղանակը վատ մնաց, չէ, այն կողմի մեծ տարածքը վարիչ կբերենք, կվարենք անպայման, բայց այստեղ, քանի որ ալեն շատ ա ու հետն էլ մի քիչ դինջ ու պինդ տեղա, չգիտեմ, այդ վարիչները կարան վարեն, թե չէ, սա պիտի ձեռով վարենք, դե էլ այդ այստեղ որ մտնենք մենակ չլեմ սղեմի լաքի տեղ ցանեմ, իրար հետ մի վրասկան ենք, բայց տարբեր գործեր ենք անում, տարբեր տեղեր ենք լինում, մին առաջ չքինեմ գործներս էլի, ալեն էլ, այս մոլախոտերն էլ մեզանի արագ են աշխատում, իսկապես։ Սա լավ պարարտացված է, փափկեցված է ավելի ճիշտ, գնացել եմ այնտեղից գոմախպել եմ բերել, մի քիչ էլ գոմախպեմ շախտալի, այն ալերիվ հողի որակը տեղն ա գալի ու սերմը գցում ենք հողի տակ։ Երևի թե հերիքա։ Արդեն կտկատում անձրևը։ Ուղիղ լինի տեղը, այսպես։ Օպա։ Մի քիչ էլ ա մեր հողերը ավազոտ չի, մեր կողմի հողերը դրա համար էլ բերքը լավը չի լինում։ Եթե չպարարտացնենք, չէ, գոմախ կամ որևէ այդպիսի բաներ չլցնենք, բնական պարարտանյութերի մասին իհարկե խոսքը, ընդհանրապես բերք չենք վերցնի։ Դրա համար Արարատյան դաշտավայրի հողերը ավազոտ, մի քիչ փշրվող, ոչ սևահող էլի, դրա համար այդպես է, դրա համար էլ այնտեղ լավ բերք են վերցնում մարդիկ, այստեղ ուզում ես լեքեճղի։ Բերեմ թեթև մարկանման նախշեր անեմ հողի վրա ու ցանք սանենք, ամենասիրածս պահն է, երբ ամեն ինչ պատրաստ է ուզում ենք ցանենք։ Օպս Սիրուն հարթլի էլի
Այս կողմն էլ այսպես։ Այս մեկ։ Իսկ կարող է զհեչի ճիշտ։ Մի րոպե։ Կարող է չէ որ հաստատ այսպես ճիշտ չէր, ինչ որ մի բանով պիտի ծակեր անեմ ու սիրուն ծակերի մեջ էլ ցանեմ։ Այդ է ուրիշ բան է։ Լավ էլ փափկեցրել եմ։ Վայ տարելա մի թզանոց գազարնիչի դույս եկել։ Հիշեցեք, ես էլ գազարի տղնա։ 1, 2, 3, 4, սա 5-րդն է։ Հիշեցեք, որ 5-րդն էլ գազարա, որ հարցնեմ ասեք։ Ու ասում են, որ կարողանաս ներվերդ հերիքի գազարը հատ ցանես, չէ, շատ ընդիր բերք կունենաս, դե քանի որ ինքը շատ փոքր է, հիմնականում շաղ են տալիս, հետո որ խիտ է դուրս գալիս, բան են անում, շատ տեղերից հանում են, մենք ասում ենք սեհրակցնում են, քչացնում են սերմերը, դուրս եկած կանաչը մասը, որ ոնց որ մեկը լինի, լավը լինի, քիչ լինի, բայց խոշոր բերք ունենան, բայց շատերն էլ ափսոսում են, ասում են էտա դուրս է եկել, ինչ կլինի, ու այդպես բերքը լավը չի լինում։ Մի հատ էլ անեմ այսքանը ցանեմ, նոր անցնեմ մնացածին։ Լավ խորանցքեր կանեք, որ լավ կպնի սերմը։ Սկի չգիտեմ էլ տուփի մեջ ինչքան սերմը կա։ Եթե այստեղ պակասի, մեկ էլ ուրիշ բան կցանեմ մնացածը խնդիր չկա։ Այսպես ջուր եմ լցնում, խոնավացնում հողը, որ շուտ դուրս գա։ Ցանելուց հետո էլ նորից կջրեմ էլի, բայց պարտադիր։ Դե անցանք գործի, մինչև մի գործ չանենք էլի, օպա, կադրումը չեմ, վեկենողը չեմ, անցած հոլովակից մեկում մի հետևորդ կամ մի դիտող գրել է, այդ միկրոֆոնը թերու դիրելի, սաղ մենակ շնչելու ձենն է լսվում, այդ ինգեր ջան, բա գործ եմ անում, բա ուզիր ինչ ձեն լսվի, շունչս կտրում այլի, աղտահանած սերմա ու իսկապես մեկ էլ ցանելու եմ, էլ թե դուրս կգա, դուրս չի գա, էդ էլ աստված գիտի, դերնակ դուսկ է, լսվում է չէ, ամբով ոնց է գոռում։ Հին վրազիլին, նրա երգասիլին։ Լավ ես էլ քեզ։ Հա լավ էլ հերիքելու է։ Սկսվեց։ Դեկորի է ասա։ Վայ։ Գոնե կամացը սկսի կիսատս բրծնեմ։ Ոնց նեղացա։
Ոյ։ Արագ էլ ծածկում եմ։ Արագ։ Ու գնում ենք։ Վայ, թափվել է սերմս ստի։ Ոնց եմ գցել։ Բետնել էստեղ։ Չի ցանեմ, որ գիտեմ միջև ստեղ եմ ցանել։ Ոնց հա թափվել սերմս ափսոսել է։ Հողա խառլեցնիլ դեմ տուփի մեջ ու հետո կջոկենք։ Չենք ջոկի, կբերենք կցանանք, ինչ ջոկելու մասին է խոսքը։ Ափսոսել էր ես։ Քո եղանակի ինչն եմ ասել։ Լավ գնացինք։ Վայ, սիրելի հետևորդներ, եկել եմ մտել պատվալ։ Վարար անձրև է գալիս, հետնել արևա դուրս եկել է, սա շուտով ծիածանել դուրս կգա։ Մանկության երազանքը հիշում եք, չէ՞։ Ով աղջիկ էր երազում էր ծիածանի տակով անցնի ու տղա դառնա։ Ոնց էլ հավատում էինք, ես որ ուզում էի հաստատ, բայց չեմ կարծում տղա լիներ, որ երազեր անցնի աղջիկ դառնա, այդպես էին ասում մեր մոտ։ Դե ինչ ասեմ, այսօր շատ գործեր պիտի անեինք, շատ գործողություններ պիտի ձեզ ցույց տայինք, ոչ միայն գազարցանել, այլ նաև ցանկապատի ամրացման գործեր ունեինք, պիտի դրանք անեինք, որովհետև արդեն կենդանիներին մարդիկ դուրս են անում ու առավոտից իրիկուն չեն պահում էլի այդ շրջանն է։ Գալու են, լցվեն, ոտնատակ տան ու աշխատանքներս ջուրը լցնեն։ Դե բայց քանի որ եղանակը խանգարեց, դա մնաց վաղը։ Սիրելի հետևորդներ, ովքեր նոր են միացել ալիքիս ու հավանում են նմանատիպ հոլովակներ, բաժանորդագրվեք, լայքեք, գրեք մեկնաբանություններ, իսկ ես մեծ սիրով ձեզ համար կնկարահանեմ ու կներկայացնեմ էլ ավելին ու էլ ավելի շուտ։ Սիրում եմ բոլորիդ, մնացեք բարով։ Սա մնաց կիսատ։